Ազատություն դպրոցական Դավիթին սրտացավ քաղաքացիները դատախազության դիմաց, խնդրանք պահանջով դիմում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց, պայմանական ասենք տնային կալանք, եւ այո, պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի Տիկին Վարդապետյանը իջնի ներքև եւ զրուցի մեզ հետ եւ լսի մեզ։ 2026 թվականի մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայության կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հանցակազմերով։ Դավիթի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով։ Որպես մարդ նայել եմ տեսանյութը եւ տեսել եմ ինչա եղել, այսինքն, երբ որ դու կանգնած ես եկեղեցում, երբ որ դու աղոթք ես անում եւ քեզ հերում են այս կողմ կամ այն կողմ, անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդ կարա, չգիտեմ, նեղվի դրանից, զգայունա, այո, եւ ես չեմ ուզում շեշտը դնել միայն ու միայն հիվանդության վրա, որովհետեւ դա ճիշտ չի, բայց ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դա պարտադիր հաշվի առնվի, որովհետեւ եթե Դավիթին կալանավորեն ու Աստված չանի Դավիթի հետ մի բան լինի, այս ամենը բոլորի խղճի վրա է լինելու։ Հարցը քաղաքականացված է, նշում է «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավարն ու ավելացնում. սոցիալական հարթակներով 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ Անահիտ Մանասյանին, սակայն ՄԻՊ-ի պատասխանը նրանց չի գոհացրել։ Չեմ ընդունում այդ հայտարարությունը, մի փոքր սկզբից եմ կարդացել, մի փոքր վերջից, ես այդքան առողջություն չունեմ նման տեքստեր երկար կարդալու ոչինչի մասին։ Ամեն դեպքում, եթե ասում են այնտեղ կար հատված, որ Facebook-ով, on-line հարթակում, այո, այսպես մի արեք կամ ինչ-որ նախ շեշտեմ, հստակ ուզում եմ շեշտել, որ ոչ մի վիրավորանք ոչ մեկի կողմից չի եղել։ Ես անձամբ հետևել եմ, եթե եղել են 2 կամ 3 մեկնաբանություն ինձ մոտ ջնջել եմ, որովհետև մեր նպատակը ինչ-որ մեկին վիրավորելը չի։ Մենք բոլորս փիրտ մարդիկ ենք եւ քիչ բան չունենք մեր երկրի համար արած։ Դերասանուհի Անահիտ Սարդարյանն էլ շեշտեց, որ ինքը միանշանակ դատապարտում է ցանկացած բռնություն։ Նայելով կադրերը, որոնց համար որ այսօր այդ երեխան նստած է, դե ես բռնություն չեմ տեսնում։ Եթե ինքը ձեռքը գցել է եւ դրանից հետո ստացել է հարված, ընկել է գետին, ունի բազմաթիվ կրկնում եմ նորից, որտեղ խոսել ենք մայրիկի հետ, խոսել ենք պաշտպանի հետ, անհամատեղելի կալանքի հետ հիվանդություններ, այդ երեխան չպիտի լինի։ Ու ես այսօր այստեղ եմ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի այս երկրում խոսքը, չպիտի այս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Լավ, մենք գիտենք ընդհանրապես այս երկրում, որ գոյություն ունի տնային կալանք, պայմանական կալանք եւ նման բաներ։ Մենք պիտի իմանանք, գիտեք, շատ մարդիկ չգիտեն, որ տենց բաներ գոյություն ունի։ Ապրիլի 3-ին Դավիթին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Սակայն Դավիթի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից էլ Նայիրի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում հայտնված Դավիթ Մինասյանի մորն արգելված է տեսակցել որդուն։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով 18-ամյա տղայի վիճակը լավ չէ։ Այսօր առավոտյան եմ այցելել, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ, շատ կարճ եմ իրեն կարողացել ինքս փորձել եմ չանհանգստացնեմ հնարավորինս, ասեց անդադ ուզում եմ քնեմ, թողը դուրս եմ եկել, էս է վիճակը, պալատում է, այո։ Հիշեցնենք, ի պաշտպանություն Դավիթի, սա արդեն 3-րդ բողոքի ակցիան է։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։